Ուրեմն Էդգար Պո հանճարեղ գրողը ունի մի պատմվածք «Կորցրած նամակը»։ Կարդացեք այդ պատմվածքը։ Փոքրիկ Տիգրանի անհետացման վերաբերյալ մի 15 վարկած կա։ Ես չեմ հավատում ոչ մի առևանգման վարկածի, ոչ մի գետն ընկնելու վարկածի, ոչ մի անոմալ երևույթի, ոչ մի գիշատիչ գազանի վարկածի։ Արդեն բան հասել է նրան, որ մարդիկ գրում են ֆանտաստիկ ինչ-որ վարկածներ, այլմոլորակայիններ, զառանցանքային թեմայով սատանիստների վերաբերյալ հիմար վարկածներ։ Կան մարդիկ, որոնք շատ են դետեկտիվներ գրող Ագաթա Քրիստի վեպերը կարդացել, եւ այդ վեպերի տպավորության տակ խոսում են ուղղակի հիմարություններ։ Արտասահմանցի տուրիստներ կամ ագենտների վարկածն էլ հիմարություն է։ Ադրբեջանցիների վճարելը հայ դավաճաններին երեխա տանելու վարկածն էլ զառանցանք է։ Չբերկանանց վարկածին էլ չեմ հավատում, որ երեխա չունի իր ամուսնու հետ գնացել այդ քայլին։ Ներքին օրգանների վաճառքի վարկածին նույնպես չենք հավատում։ Եհովայի վկաների կամ ուրիշ նմանատիպ հավատացյալների կողմից առևանգում չեմ հավատում։ Ոչ մի հսկայական օծի կուլ տալուն չեմ հավատում, ոչ մի միստիկական պորտալ բացվելուն եւ հետո երբ մեջ ընկել է այդ պորտալը փակվել է, դրան էլ չեմ հավատում։ Չեմ հավատում գիժ տղա ունեցող կնոջը, որ ուզել է ունենալ նորմալ տղա։ Ստացվեց Պլեննիցի հայտնի կինոյի տպավորության տակ մնացածների ասածին, չեմ հավատում։ Քիչ է մնում գրեն մի վարկած, թե կողքի գյուղի մեծ շունը եկել, վզից բռնել տարել է սարեր։ Գյուղի բնակիչներին հերիք է կասկածել։ Բոլորը բոլորին գիտեն, հարգում են, լավ շփվում։ Մի վարկած էլ կա, երեխայի հեռավոր ազգականներն են տարել։ Ինչու, ինչի է համար։ Երբեք լսել Հայաստանում նման պատմություն։ Դե ազգականներին բոլորին հիպնոզ արեք, հիպնոզի տակ հարցերին պատասխանեն։ Այսինքն այդ ազգականը տարել է երեխային ու հետաքրքիր է, թե որտեղ է պահում։ Ու ինքը իբր օգնում է, առավոտից գնում գալիս, թե ինքը անհանգստանում է, սուտ պահվածք անում ու գյուղում չէր կարող պահել, կողքի գյուղում էլ չէր կարող ու տարել է Հրազդան կամ ասենք Երևան։ Ու մոտ է պահում, ինչի համար է այս ամենը արել։ Իր գեր խնդիրը ո՞րն է, նախանձը, թե վրեժը, թե գուցե գժվել է։ Այլ ինչ կարող է լինել, լրիվ կինո եղավ։ Ես մի քիչ հավատում եմ հեռավոր ազգականի երեխա տանելուն, բայց ինչու պիտի ազգականը վրեժ լուծի, ինչի համար նախանձի, երեխան ուղղակի հրաշամանուկ էր։ Ինչ ազգականը գժվել է, կողքի ազգականները կիմանային, որ գժվել է իր խոսքից, պահվածքից։ Ես հիպնոզիստի հարցերը ունեմ գրած։ Դիմացի հարևանները երբեք չէին անի նման բան, կվախենային։ Սա արդեն սկանդինավյան թրիլեր կինո չէ։ Կողքի ձեր կինը միայնակ ապրող, հերիք է կասկածեք։ 3 դուստր, ամուսնացած ունի։ Թորներ, բարի կին է, հանգիստ կին է, ամուսնուն նոր է կորցրել, ամոթ է կասկածել է։ Գիտեք, մի ապուշ վարկած էլ կա, որ իր ընտանիքից մեկը քանի տարի առաջ մեկի հետ բարձր խոսել է ու մի քիչ վեճ։ Այսինչ է գրում, ուրեմն այդ մարդը սպասեց տարիներով, որ երեխա ունենա ու գնաց նման քայլի, ինչ որ մի վեճ ոտքի վրա, պրիմիտիվ թեմայով։ Մտածում եք ինչ է գրում։ Այսինքն ծայրահեղ հիշաչար մանյակ էր, մի վեճ ու վրան ազդել այդքան։ Ուրիշ բան, եթե երեխայի հայրը, ասենք 10 տարի առաջ շատ խոշոր բան արած լիներ մի ընտանիքի աղջկան, ու հիմա դրա հայրը վրեժ լուծեր, բայց դե նման բան չի եղել։ Մի ծայրահեղ զառանցանք էլ, ասում են, մի ծայրահեղ խելագար վարկած, թե իբր երեխայի ծնողներն են վաճառել, այ հոգեկան հիվանդ մարդիկ, այ ամերիկյան սարսափ կինոներ, ենքան եք նայել, որ նման պաթոլոգիկ զառանցանք է մտքներով անցնում։ Առուն այդ քիչ ջրով չեր տանի երեխային, առուն այդ օրը վարարած չի եղել։ Հարևանի տան ծռված հանկապատը իրենք են ծռել, պետք է եղել, արվակի մեջ, 5 մետրը մեկ, անընդհատ քարեր են հանդիպում, այդ քարերը կպահեր, ու այն 3 մետրից ավել տարածքը քարերով։ Երեխային կոնֆետ տալը գրավել է, խոսքով է լինում, այն էլ բարձր ձայնով, ու ինչ ձայնի ինտոնացիաներով, երեխային քնացնելը, դե ուրեմն դրանք պատրաստված են եկել, ինչու հենց այդ գյուղ, հենց այդ օրը, հենց այդ ժամին ու այդ երեխային։ Թե բոլորիդ կարծիքով մի ամուսնական զույգ մեքենայով գյուղեր են թափառել ամիսներով, երեխայի որսի են դուրս եկել։ Սա ինչ է, ամերիկյան կրիմինալ թրիլեր են նայել։ Ովքեր են եղել այդ ամուսինները, նարկոմաններ, թե երեխային իրենց
վերացրել են տարիներ առաջ բակում կամ դպրոցում, իրենք պատրաստի տղա են ուզում։ Դե ներքին օրգանների վաճառք դա առանց ուսումնասիրելու պատահականին չեր տանի։ Պիտի օրգանը համապատասխանի տվյալ երեխայի հետ։ Ընտանիքին տարիներով ոչ մեկը չի հետևել, հանգիստ գյուղ է, 1 ամիս հետո կզգային ամբողջ ընտանիքը, որ իրենց հետևում է։ Հարևան գյուղերի բնակիչներին իբր վճարելն են ռուսները կամ հնդիկները, որ երեխա տանեն։ Նորից չեմ հավատում։ Ես ինքս 10 տարեկանից դետեկտիվ գրականության բազմաթիվ շեդևերներ եմ կարդացել, նաև հարյուրավոր թրիլեր կինոներ անգիր գիտեմ, ուսումնասիրել, մտածել արդեն 7 օր։ Հայաստանը նման վտանգավոր երկիր չի։ Գնացեք Ռուսաստան, Վենեսուելա ու նմանատիպ երկրներ, տեսեք թե ինչ է կատարվում։ Հայաստանում 1% այդ երկրների, որտեղ ինչ սարսափասես, չի կատարվում։ Բարեկամներ, ահա մենք անցանք գրեթե բոլոր հիմնական առաջարկված վարկածների վրայով, վերլուծեցինք, ոմանք գուցե համաձայն լինեն, ոմանք գուցե մերժեն այս տեսակետները, բայց պետք է ընդունենք, որ իսկապես թերևս չկար որևէ մի վարկած, որին չանդրադարձանք։ Ու հիմա այստեղ գալիս է մեկ այլ շատ կարևոր ու էական հարց։ Լավ, եթե այս բոլոր վարկածները մենք տրամաբանորեն բացառում ենք, հաշվի առնելով պատճառը հետևանքային կապերը կամ դրա նախորդող իրադարձությունները, ապա այս դեպքում գալիս է մի էական հարց. ինչ է կատարվել Մարմարիկում, որն է Մարմարիկի առեղծվածը, ինչպես է ստացվում, որ օրը ցերեկով, երբ բակում կան մարդիկ, երբ գյուղում բոլոր իրար ճանաչում են, անհետանում է 2 տարեկան երեխա ու 1 շաբաթ շարունակ ամենաակտիվ ու ինտենսիվ կերպով որոնումներից հետո, միևնույն է, բացարձակապես ոչ մի հետք չկա։ Այսինքն ոչ միայն երեխային չեն կարողացել հայտնաբերել, այլ նույնիսկ որևէ մի հետք չկա։ Ու հենց սրանով է բացատրվում, որ գոյություն ունի թերևս 50 վարկած, որ ում խելքին ինչ փչում է, առաջ է բերում։ Իհարկե կարելի է մեղադրել մարդկանց, բայց նաև կարելի է ըմբռնումով մոտենալ եւ հասկանալ, քանզի իսկապես այս դեպքը վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած թերևս ամենամեծ իրադարձություններից մեկն էր, որը գրավեց աշխարհասփյուր հայերի ուշադրությունը։ Արդեն 7 օր աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ ամեն ժամ սպասում են մի դրական նորության։ Եվ այս առեղծվածը, այս առասպելը իսկապես գալիս է մարդկանց համոզելու կամ գուցե ենթադրությունների տեղիք տալու, որ այստեղ իրապես ինչ-որ մութ, ինչ-որ խորհրդավոր բան է կատարվում։ Բոլոր դեպքերում պետք է անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե չեն գտնում որևէ տրամաբանական կամ համոզիչ ինչ-որ կապ, պետք է որևէ վայրկյան անգամ չկասկածենք, որ ի վերջո հաջողվելու է Տիգրանին հայտնաբերել, հաջողվելու է նրան հայտնաբերել ողջ եւ առողջ։ Դեռևս իհարկե պարզ չէ, թե ինչպես է դա հնարավոր, սակայն հրաշքները, հավատի ուժը հենց դրանով է զորեղ, որ մենք պետք է ընդհանրապես հավատանք ու Աստված հավատում ենք, որ կանի այնպես, որ Տիգրանը ժամ առաջ վերադառնա իր ընտանիքի գիրկը կամ ավելի ճիշտ հայ ժողովրդի գիրկը, քանզի իսկապես փոքրիկ Տիգրանը դարձել է մի կերպար, որը միավորել է ամբողջ ազգին։